իհարկե փաստաթուղթը անգլերեն լեզվով է։ Հա, փաստաթուղթը անգլերեն լեզվով է։ Այստեղ կարող եք տեսնել, որ այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ են ներկայացված, ինչպիսին օրինակ Ռուսաստան, Բելարուս, Իրան, Չինաստան, Վրաստան, Հնդկաստան, Կիպրոս, Իսպանիա, իրենք ամբողջ պետքա ներգրաված լինեն այս պլանի մեջ, այո, ներքևում նշված է, որ պետքա ներթափանցել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձ։ Մենք դիտմամբ այս փաստաթուղթը չենք թարգմանել, որովհետեւ Փառք Աստծո ներկա ժամանակներում անգլերենի հետ խնդիր չունենք, ուզեցինք, որ հենց սա այսպես հրապարակվի եւ ձեռագրի տարբերությունները եւ բովանդակության անհեթեթությունը, որպեսզի եւ ձեզ եւ հանրությանը հասկանալի լինի, ու այս տեսակ փաստաթղթերին, որոնք հայտնի չեն, թե ոնց են հայտնվել այդ տարածքում, ինչպիսի կարևորություն կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տալ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին քննչական կոմիտեի ղեկավարն եք։ Սա իրականում մեծացրած տարբերակն է, որպեսզի ձեր համար տեսանելի լինի։ Ինքը եղել է այսպիսի մի տետրի կազմի վրա գրված բան, որը այսպես մենք հետո նաև կնայենք տեսանյութը, թե ինչպես է, ինչ-որ տրցակներից։ Դա սա խուզարկությամբ հայտնվել է Բագրատ Սրբազանի կեցավայրից։ Մենք այդ տեսագրությունը կնայենք, թե ինչպես է հայտնաբերվել, այսինքն բազմիցս նշել են նաև Սրբազան պայքարի աջակիցները, որ շարժման ամենաակտիվ օրերին, երբ որ մեծ ժողովրդականություն էր վայելում, հազարավոր, հարյուրավոր մարդիկ մոտեցել են, ինչ-որ թղթեր են փոխանցել Սրբազանին, որպես Հայաստանի փրկության պլան եւ այլն։ Այդ թղթերը ինչ-որ միտեղ հավաքվել են, մնացել են, չգիտեմ։ Տրվում էին, այո, նույնիսկ լրագրողներն են տեսել եւ այսպիսի մի փաստաթուղթ անհայտ ծագումով, բնականաբար ոչ մի իրականության հետ աղերս չունեցող, դրվել է քննչական կոմիտեի կողմից, այն ղեկավարի կողմից այդ հայտարարությամբ, որ սա իր ձեռքով գրված փաստաթուղթ է։ Բագրատ Սրբազանը այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ։ Չէ։ Բացարձակ ինքը քրեական գործունեություն Այդ դա Բագրատ Սրբազանի ձեռքով գրված սևագիրն է, թե մաքրագիրն է, որտեղ ոնց որ տեսնում են ոչ մի բան չկա, էլի, ջնջում բան չկա, շատ մաքուր արտագրված է, դա ինչ են ասում, որն է, մաքրագիրն է, թե սևագիրն։ Իրականում քրեական գործունեությունում առհասարակ արկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն բովանդակային, թե ինչ դեր ունի այս փաստաթուղթը այդ ենթադրյալ մեղադրանքի հետ։ Սա այդ կեցավայրից հայտնաբերված մեխերի, գունավոր ծխերի եւ այլ ապացույցների հետ միասին դրվել է որպես հերթական մի ապացույց քրեական գործում առանց որևէ մեկնաբանության։ Բագրատ Սրբազանը սովորաբար հայերենով է գրառում մեր անունով, չգիտեմ, ինչ-որ նշում է, թե ունի անգլերեն ինչ-որ գրառում։ Վերջին դատական նիստի ընթացքում ասաց, որ հատուկ սա գրել է Արտուր Սարգսյանի համար, որտեղ անգլերենը մենակ Արտուր Սարգսյանն է գրել։ Թիմագիտերից, որպեսզի թիմի ներսում հասկանալի լինի, թե ինչի մասն է խոսքը։ Իհարկե, բնականաբար սա հումոր է։ Սովորաբար, իհարկե, Բագրատ Սրբազանը ունի անգլերենին գերազանց տիրապետում է, մագիստրոսի կոչում ունի Անգլիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկից, բայց առօրյա կյանքում իր գրառումները նախընտրում է կատարել մայրենի լեզվով։ Այսինքն չէր կարդացել Բագրատ Սրբազանը այս թղթը մինչև հայտնաբերել է։ Ոչ։ Տեսանյութը դիտելիս կտեսնենք այդ բանը, որ ինքը նույնպես առաջին անգամ ոնց որ ծանոթանում են ինչ-որ իր դարակների տակից միտեղից անում է եւ ցույց տալիս։ Բայց սրա վրա հայտարարում էր մի ամբողջ իշխանություն, այդ թվում Առողջապահության նախարարը, քննչական կոմիտեի նախագահը, որ տեղացի պլան կա։ Ընդ որում, եթե հիշում եք, մի հատ էլ տենց բան կար, ժողովրդական անցման պլան կոչված, որ հենց անձանց բռնելու նախորդ օրը տարածվեց եւ սահքապետական դաշտը սկսում էր տարածել, որ հեղաշրջում է պատրաստվում, բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ դրա վերևի հատվածը փակեր եւ տարեթիվը նշված էր 224։ Այս փաստաթղթի տակն էլ նշված է, որ նախնական մտածումներ դեկտեմբեր 23 թվականից
եւ այս պլանը գրած է XX 2024, այսինքն ենթադրաբար, չգիտեմ, 22 որ սա փոստրա մասին խոսվել է նախորդ տարի հաշվետվության ժամանակ, երբ քննչական կոմիտեի նախագահ խորհրդարանում հաշվետվություններ տալիս, ճիշտ եմ հիշում վառացի, որ այո, ինքը սեփական ձեռքով գրել է ադրության պլան։ Այո, խոսքը սրա մասին է։ Այո։ Դրանք կոնդումնալներ առանց լրագրողական փորձակնության։ Այո։ 24 Եվ դա անել քննչական կոմիտեի նախագահը։ Ցավոք սրտի։